Մաքսիմ Դուրասիկի կիսաեզրափակիչից առաջ, գործն ընդդեմ երիտասարդության, Ակուլ Աբրահամ, Ստեփան Բոժիչ, փետրվարի 12-ի գույն հեռարձակմամբ, Շինալիքով։ Պաշտոնական գործընկեր Յունիբանկ, Պրոշյանի կողմնակի գործարան։ Յունիբանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի ողջավորման նոր լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին։ Յունիբանկ, իրական ներդրումներ։ Վաքսին սինթեզել է ապակայի կաթսաներ, օժտված ES, Security համակարգերով։ Վաքսին, ամենաանվտանգ կաթսաներ։ Արդեն կարանք դեռ դուրս ասենք նայեք, էլի Կոնյակ, մանե, ջերմացնող, ուռմուկ, Պրոշյանի կոնյակի գործարան։ Հղիների սերտիֆիկատի օրինակով Հայաստանը սկսում է նույնատիպ հավաստագրեր տալ նաև 0-ից 7 տարեկան երեխաներին։ Հանրապետության բոլոր հիվանդանոցներն այսուհետև այս փաստաթուղթը պետք է հիմք ընդունեն փոքրիկներին սպասարկելիս։ Անհրաժեշտ գումարը լինի բորբոքումների բուժման թե վիրահատության համար անկախ դրա չափից, հաշվանցելով մանկական քարտից։ Իդեպ որևէ սահմանափակում չկա, երեխան տարվա ընթացքում կարող են մի քանի հիվանդանոցներում տարբեր գումարի սպասարկում ստանալ։ Նորածիններին հավաստագիրը տրամադրվում է ծննդատեղից դուրս գրվելիս, երեխայի ծննդականի տվյալները դրա մեջ լրացնելուց հետո։ Մյուս փոքրիկների դեպքում պետության երաշխիքային փաստաթղթերը հատկացնում են հանրապետության բոլոր պոլիկլինիկաները։ Այժմ սերտիֆիկատների բաշխման պասիվ փուլն է, ծնողները դրանք ստանում են երեխայի պատվաստումների ժամանակ։ Առողջապահության նախարարությունում ենթադրում են, որ մինչև մարտի վերջ կզանգեն կկանչեն հաշվառված բոլոր 300,000 երեխաների ծնողներին, որպեսզի որևէ փոքրիկի հիվանդանոցային բուժման համար բժիշկը կամ բուժքույրը կողքից փող չպահանջեն, այս տարի բյուջեից լրացուցիչ կստացվի 3 միլիարդ դրամ, 6.5 միլիարդի հասցնելով երկրում մանկական առողջապահության բյուջե։ Պետությունն ապահովում է, բայց ինչպես հղիների դեպքում հիվանդներն ու հիվանդատերերը պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներից, ասում են նախարարությունից։